Պարկորի մասին, Անգլի բրաուզերի մասին, դա բրաուզերների մեջ հեղափոխություն է։ Կենթայինից մասին։ Խոսում եմ հիվանդ երեխաների մասին, այն մասին, որ մարդիկ չեն հավատում, որ ամեն ինչ իրանց ձեռքերում է։ Ուրեմն մեր դպրոցը շատ սարսափելի վիճակում է գտնվում։ 22 երեխա այսօր տարածելու արժան իրենց գաղափարների մասին խոսեցին տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող TEDx Kids Երևանի ժամանակ։ TEDx ձևաչափով կոնֆերանսներ Երևանում անցկացվել են նաև 2010-ին և 2011-ին, բայց մեծերի համար։ Տարբերությունը այն է TEDx Kids Երևան միջոցառման, որ երեխաների համար է նախատեսված, երեխաներն են խոսնակները, երեխաներն են իրենց կյանքից, իրենց պատմություններից պատմում։ Ես հենց անձամբ առաջիկա խնդիրներ ունեի։ Իմ մոտ ամեն խնդիր էր առաջան, ինչ-որ մի ծրագիր ինֆորմացիա գտնեմ, բժիշկն ինձ ասել էր շատ չնստես համակարգչի դեմ, բայց ես չուսահատվեի, որոշեցի ինչ-որ բան անեմ։ Դες ես ծրագրավորեցի, ստեղծեցի այդ բրաուզերը։ Եվ չեմ ուզում ասեմ, որ ճիշտ է կամ ճիշտ չի ռոբոտների հետ հարաբերվելը, բայց մի քիչ նորմալ է թվում, ինչպես որ հարաբերվում ենք, ասենք, մեր կենդանիների հետ եւ սովորների հետ։ Ես հենց օրինակ եմ բերում ատոմակայանի խնդրի վրա, որտեղ լսել եմ դպրոցում ասում են, որ մեր ատոմակայանը շատ վտանգավոր է, երկրաշարժ լինի, Աստված չանի, ու բան, ու այդ պահին ես մտածեցի, այո, գնամ մարդկանց ասեմ, մենք արևի քամու էներգիաներ ունենք, ինչի ենք օգտագործում մենակ ատոմը, այդ պահին մարդիկ պատասխանում էր, ինչ ես ասում, քեզ հաստատ չեն լսի, դու շատ բուջուր ես։ Գնա ու այդ որ մարդիկ չեն հավատում, որ ես կարող եմ ամեն ինչ փոխել, որտեղ ես հավատում եմ, այդ ինձ ստիպեց, որ ասեմ տենց բաներ։ TEDx Kids-ի ընթացքում գաղափարներ տարածելը միակ զբաղմունքը չէ։ Այստեղ երեխաները նաև երգում են, նվագում, պարում։ Մեր աշխարհը խորագրով Երևանյան TEDx Kids-ը ազատ խոսքի իրավունք էր տվել նաև հյուրերին։ Եվ որ դու ինչ-որ բան ես ասելու, այս է տեղն է, որտեղ դու կարաս կանգնես ու ասես ազատ, ինչ-որ ուզում ես։ Այստեղ նենց գաղափարներ կա, մի քիչ ես ամանչում եմ, որ իմ գաղափարը կարող է այդքան էլ չհասկացվի, բայց շատ լավ գաղափարներ են, այստեղ բոլոր երեխաների մոտ։ Անպայման որոշները դրանցից կթարգմանվեն անգլերեն, որպեսզի ավելի շատ տարածվեն։ Դե արդեն կտեսնենք, որ թոքերն են, որ ամենաշատը սիրվեցին, որ բանախոսություններն են, որ ամենաշատը սիրվեցին եւ կթարգմանվեն, որտեղ մենք ունենք TED կամավոր թարգմանիչներ, ովքեր մեծ սիրով այդ աշխատանքը անում են եւ մեզ օգնում են։